Ռոբերտը արդեն 3 տարի ամառային արձակուրդները սկսում է հիվանդանոցից։ Մոծակների դեմ անհավասար պայքարում նրան օգնում են միայն բժիշկները, իսկ հետո արդեն օգնության է հասնում ամենազոր հակամոծակային այս սարքը։ Մի անգամ գիշերը ես արթնեցի, աչքս փակվել էր, ականջս սուռել էր, բժիշկները ասեցին, որ իմ մոտ մոծակներից ալերգիա է։ Մամայիս ալերգիան այն է, որ ինքը դեղեր է խմում, իր դեմքը ուռում է։ Մի ամիս է, որ պապաս արդեն ալերգիա ունի, բժիշկները չեն կարող ասեն, թե ինչից է։ Ալերգիան ժառանգություն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Եթե ծնողներից մեկը տառապում է ալերգիկ հիվանդությամբ, ապա երեխաների մոտ ռիսկի գործոնը հասնում է մինչև 50%-ի։ Եթե ծնողներից 2-ն են տառապում, դա այդ թվերը արդեն կազմում է 70-80%։ Հայաստանը վիճակագրություն չունի, թե քանի հոգի է ալերգիկ եւ ինչից, կան առանձին բուժհաստատությունների դիտարկումներ ու մի քանի տարվա վաղեմության թվեր։ Դրանք էլ վաղուց հնացել են։ Հիմա ում չի կարելի լոլիկ։ Ում չի կարելի լոլիկ։ Երևանի միայն այս մի մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում կա 1-2 ալերգիկ երեխա, ում ճաշացանկը նախապես համաձայնեցվում է ծնողի հետ։ Մեր օրվա մեծ մասը կազմում են մրգերը, բանան, նարինջ եւ այլն։ Մենք դրա հետ կապված է ծնողների ճշտում ենք, եթե երեխային նարինջ չի կարելի, մենք փոխարինում ենք մեկ այն մրգով, խնձորով, բանանով կամ այլն։ Հազվադեպ հանդիպող եւ այսպես կոչված դժոխային ալերգիան առաջացնում է ջուրը։ Հայտնի է ջրից ալերգիայի ընդամենը 20 դեպք, երբ հիվանդը չի կարողանում լոգանք ընդունել, ջուր խմել։ Նրա համար անտանելի է նույնիսկ տոթը, քանի որ այդ ընթացքում հիվանդը քրտնում է եւ իր իսկ քրտինքից ընկնում է ալերգիկ ռեակցիայի մեջ։ Ոտերով ուժեղ շարժ, ես քեզ բռնել եմ, դու շարժը ոտերով։ Առավոտյան ձմռանը դուրս եմ գալիս, աչքերիս տակն աղոռում, քոր գալիս, քանի որ աչքերս ամենակ երեսս է բաց, մնացած մարմինս տակը չի լինում։ Լողի մարզիչ եւ ջրով փող վաստակող Սուսաննան ունի սառցային ալերգիա։ Սիրում եմ լողանալ, չեմ խուսափում, բայց այդ երևույթը չի վերջանում իմ մոտ։ Սևանում, ասենք լողանում եմ սառը ջրով, ես չեմ զգում, հետո եւ դուրս եմ գալիս, բլիթներ է լինում աչքիս վրա։ Առավել հաճախ հանդիպող, բայց երիտասարդ ալերգեն է արախիսը, գետնանուշը։ Եթե ալերգիկը համբուրվում է մեկի հետ, ով վերջին 1 ժամվա ընթացքում կերել է գետնանուշ կամ ցանկացած սնունդ, որը պարունակում է արախիս, ապա ալերգիկ ռեակցիան անխուսափելի է։ Եթե ալերգիկ ես համբուրվելուց առաջ ճշտիր, թե ինչ է կերել սիրեցյալդ։ Աշոտը բազմիցս խանութից գնել է միևնույն սպիրտը, դրանից օղի պատրաստելու վայելել։ Առաջին անգամ ոչինչ, երկրորդ անգամ թեթևակի ցան թևերի վրա, իսկ այս անգամ հասել է հիվանդանոց քրոջը թևանցուկ։ Սկզբից մի աշկս սկսեց ու կամաց տաբեց մի անգամից էլի որ խմեցի, արդեն լրի բորբոքվա։ Եթե այս հիվանդությունը քեզ արդեն բռնել է, փախչելը գրեթե անհնար է, ու քեզ չեն փրկի ոչ մասնագիտական ունակություններդ, ոչ էլ ալերգոլոգների մեծ շրջապատը։ Ինձ չի խանգարում դիմացինին հաճելի չի խանգարում։ 30 տարի ալերգիայի դեմ պայքարող բուժքույր Ալինան ինքն էլ է ալերգիկ, չի կարողանում ուտել անգամ 1 ելակ կամ լոլիկ։ Գիտի ինչ է լինում դրանից հետո, հետևաբար խիստ է նաև հիվանդների հետ։ Բա Երանի ինձ էլի ալերգիկը կոֆե կամ դու տղա ջան այդ կոֆեն խմում ես որ вообще ուռես։ Ես չեմ խմում։ Այ քեզ բան կարող է կաֆետերիա եկեք։ Ստեղ նշված է ձեր որ երթն է։ Հանրային տեղաշարժի համար պատասխանատու եւ քաղաքային տրանսպորտի տեսուչ Արթուր Գրիգորյանը տառապում է ամենազանգվածային ալերգիայի տեսակով՝ արևից, խոտից ու փոշուց։ Արևի տակ աշխատել է սա է էլի։ Ներողություն, դա երևի այդ նույն այդ սիմպտոմներն է։ Ապրիլ-մայիս այդ ժամանակահատվածն է, որ ավելի խիստ արտահայտվում է այդ ալերգիայի պահը։ Եթե մենք իմանում ենք, որ դա այնպիսի մի ալերգեն է, որը հնարավոր է սրանից հետո իմանալուց հետո որպեսզի հիվանդը չշփվի այս ալերգենի հետ, այս մի հրաշալի հարցի լուծում է, բայց կա եւ երկրորդ տարբերակը, որ հնարավոր չի դադարեցնել այդ շփումը ալերգենի հետ։ Օրինակ, եթե տան փոշու տիզն է հանդիսանում տվյալ հիվանդի համար ալերգեն։ Փոշու ալերգիան առաջացնում են դրա մեջ ապրող տիզերը։ Միայն 1 գրամ փոշու մեջ ապրում է 200-ից 15,000 տիզ, որոնք սնվում են մարդու մաշկի թեփուկներով ու սիրում են, երբ խոնավ է։ Մյուս կենդանիներից ամենաալերգենը կատուն է, ապա շունը եւ թութակը։
Հայաստանում դեղորայքային ալերգիան ախտորոշվում է միայն վիրահատությունից առաջ, եթե հայտնի է, որ նա ունի դեղորայքային ալերգիա, իսկ եթե հիվանդը տեղյակ չի իր ալերգիայի մասին, դա կարող է բերել անդառնալի հետևանքների։ Գոհարը զգուշանում է անծանոթ կերակուրներից, կոսմետիկ միջոցներից, վախենում է հարստացնել ալերգիայի իր տեսականին։ Բազում ալերգիաներից մեկը հողից ալերգիան է։ Ատամնաբուժի չեմ կարողանում գնալ։ Սրսկումից հետո անմիջապես սկսում եմ շնչահեղձ լինել, զարկերակային ճնշումս բարձրանում է։ Ալերգիա լինում է նաև աշխատանքից։ Գյուղակադեմիայի պրոֆեսոր ծխախոտագործը 25 տարեկանում աշխատանքի հերոսի կոչմանն է արժանացել։ Եթե այդքան չաշխատեր, չէր ստանա ոչ կոչումը, ոչ էլ ասթման, որը ալերգիայի ամենաբարդ դրսևորումն է։ Այն անբուժելի է եւ ունենում է ծանր ու թեթև շրջաններ։ Սենց էլի։ Եվ բացում անմիջապես։ Այս սարքն այնքան վաղուց է պրոֆեսորի գրպանում, հիվանդությունն այնքան վաղուց է իր հետ, որ դա հիվանդություն չի էլ համարում։ Ասթմատիկները շատանում են արագ տեմպով։ Միացյալ Նահանգներում 10 տարվա ընթացքում նրանք ավելացել են 75%-ով։ Հայաստանում գրանցվում են բավականին այդպիսի միտում, երբ որ բավականին հաճախ դեպքեր ենք մենք ունենում, որ սկսվում է ռինիտով եւ շատ շուտ վերածվում է ասթմա։ Ալերգիան անտարբեր չէ նույնիսկ սեքսի հանդեպ։ Ամենատարածված հակաբեղմնավորիչը պատրաստված է հենց լատեքսից, ինչը տեղով մեկ ալերգեն է։ Սա ամենևին չի նշանակում, որ բնական աճի տեմպով այս 100-ամյակը կգերազանցի նախորդին։ Հենց 21-րդ դարին է վիճակված կրել ալերգիկ հասարակության նյարդային ողջ բեռը։